38 տարի առաջ Իռլանդիայի բնակչության նկատմամբ կատարած հանցանքի համար երեք Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի ներողությունը ոգևորել եւ հուզել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանին։ Իռլանդիայում տեղի ունեցածը պարոն Խաչատրյանին հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը։ Այն փաստերը, որ կան մեր ձեռքին մարտի 1-ի հետ կապված, երբևիցե հնարավոր չի լինելու թաքցնել։ Լրագրողների խնդրանքով պարոն Խաչատրյանն այսօր անդրադարձավ նաև ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Կոկոբելյանի ներկայացրած հրաժարականի դիմումին։ Խաչատրյանն այսօր հերքեց ՀՀՇ խոսնակ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե Կոկոբելյանը որոշակի տարաձայնություններ է ունեցել կոնգրեսի քաղաքական գծի վերաբերյալ եւ բարձրաձայնել է։ Որևիցե անգամ Կոկոբելյանը իր տեսակետը հրապարակային Հայ ազգային կոնգրեսի քայլերը չեն համընկնում իր անձնական տեսակետի, չի հնչել, ես չեմ լսել։ ՀՀՇ խոսնակը նաև հայտարարել էր, թե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Կոկոբելյանը բիզնեսներ ունի, իշխանությունների դրածոն է եւ հավելել էր. «Ինչը եթե ընդդիմադիր ես, պետք է չքավոր լինես»։ Մեզ համար երբևիցե չքավոր լինել արժանի չի եղել։ Անկախ կոնգրեսի անդամ կուսակցություններում ընթացող զարգացումներից Վահագն Խաչատրյանն այսօր Ամեքլուսին վստահեցրեց, որ Հայ ազգային կոնգրեսը այսօր 100%-ով պատրաստ է արտահերթ ընտրությունների։